Free News-ի եթերում լուրերից դուրս քաղաքականության ժամն է, տաղավարում իմ հյուրն է հանուն հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մերաբյանը։ Բարև ձեզ, պարոն Մերաբյան։ Բարև ձեզ, պարոն Մկրտչյան, շնորհակալ եմ հրավերի համար։ Շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Մենք երևի մի 2-3 շաբաթ առաջ հանդիպեցինք, թերևս սպասելի էր, բայց չենք կարող, ինձ այդպես է թվում, գուշակել այն զարգացումները, որ տեղի կունենան Հայաստանում, ներհայաստանյան կյանքի մասն է խոսքը, այն ինչ որ տեղի ունեցավ եւ տեղի է ունենում Ծառուկյան Գագիկի հետ, ըստ ձեզ ինչ մեսիջ է իր մեջ կրում։ Սա ըստ էության միտում է, հա, նոր շրջափուլ, որի հետ մենք գործում ենք, ամենայն դեպս այն, որ հեղափոխությունը շարունակվում է եւ անկախ նրանից, թե սա ինչ հեղափոխություն է, այսինքն ձևերով, հա, թավշյա հեղափոխություն է, թե ոչ թավշյա, հեղափոխությունն ունի իր տրամաբանությունը։ Ամենայն դեպս շարժառիթները միանգամայն հասկանալի են, որովհետև ցանկացած հեղափոխություն պետք է պաշտպանվի։ Այլապես զավակներին կխժռի, չէ՞։ Չէ, զավակներին չէ, բոլորին կխժռի եւ տեղի կունենա այն, ինչ, ասենք, ֆրանսիական պատմությունից 19-րդ դարի հայտնի է որպես ռեստավրացիա։ Հա։ Եվ բնականաբար ոչ մի հեղափոխություն չի հանդուրժի ռեստավրացիա կամ ռեստավրացիա հետապնդող որևէ սուբյեկտի։ Բնականաբար չեզոքացվելու են նրա թե կարողությունները, թե կազմակերպական կառույցները, թե հենց իրենք այդ սուբյեկտները։ Նրանք ունեին 8 տարի ժամանակ ներկառուցվելու նոր համակարգի, ընդունելու խաղի կանոնները։ Ընդունելու խաղի կանոնները, ընդ որում շատերը կան հայտնի անուն ազգանուններով, որոնց իմաստ չունի ես հիմա թվարկեմ, նրանք ընդունեցին խաղի կանոնները եւ վերածվեցին խոշոր բիզնեսմենի, խոշոր հարկատուի, խոշոր սեփական տիրոջ, չէ, ամեն ինչն էլ պատվավոր է, խոշոր չլինելն էլ է պատվավոր, դե մեկը լինում է, մեկը չի լինում եւ այլն։ Մարդիկ աշխատում են, աշխատելը պատվավոր է, կարևոր չի ինչ, կարևոր չի որտեղ, մարդիկ աշխատում, ապրում են, հարկ են վճարում եւ այդ հնարավորությունն ունեն շատերը։ Ինչու դա չօգտագործեցին նրանք։ Ոմանք իհարկե նաեւ այսպես ասենք ինտելեկտուալ դեֆիցիտի բերումով, բայց այստեղ վճռորոշ դերը խաղաց իհարկե արտաքին կախվածությունը։ Էլի գալիս ենք ֆրանսիական պատմությունից, հեղափոխական Ֆրանսիան շրջապատված էր միապետություններով, որոնք ուղղակի չէին հանդուրժի մի երկիր, որտեղ թագավորին գլխատել են բրիտանական կայսրության գլխավորությունը։ Իհարկե։ Եվ այո, այդ բոլորը տանում էին դեպի դուրս։ Եվ հեղափոխական տրամաբանությունն էլ այն էր, որ արտաքին ազդեցություն ուղղված պետության դեմ ուղղակի չէր հանդուրժվելու։ Իհարկե, Ֆրանսիայի այդ ազատության ճանապարհը ուղեկցվել է մի ահավոր զիգզագներով եւ արյունաթողությամբ եւ Փառք Աստծո մենք ապահովագրված ենք դրանից, մեր ավելի առանց գիլյոտինների է տեղի ունենում եւ առանց Նապոլեոնների եւ առանց բոնապարտիզմի, հա, որը ըստ էության էլի հակահեղափոխության կամ հեղափոխության այլասերման մի ձև էր։ Մեր մոտ նման վտանգներ չկան, հեռանկարում էլ չեն ուրվագծվում, բայց հեղափոխական տրամաբանությունը որևէ մեկը չի կարող անտեսել, հա։ Հետևաբար իհարկե առերևույթ
ամեն ինչն արվում է օրենքի տառին համապատասխան, բայց այդ անողների շարժառիթներն էլ պետք է հասկանալ եւ հաշվի նստել դրա հետ, որ չի հանդուրժվելու դա։ Չի հանդուրժվելու եւ գալու է ինչ-որ X պահ, երբ որ այո, բերանքսի վայր փռելու են գետիններին, ծեփելու են պատերով, մեկուսացնելու են հասարակությունից, ունե զրկելու են եւ վռնդվեն քաղաքականությունից։ Գուցե եւ երկրից ոմանք են։ Այո, որովհետեւ որևէ պետություն չի հանդուրժի որևէ կարողություն ուղղված պետության դեմ իր ներսում։ Եվ ծառայեցնելով դրսի ուժերի Այո, դրսի ուժերին, ովքեր աշխատում են ռեստավրացիայի վրա եւ չեն էլ թաքցնում դա։ Ըստ էության մենք հիմա ունենք մի վիճակ, երբ Ռուսաստանը բացառիկ պետություն է, որը չի ճանաչում Հայաստանի ընտրությունների արդյունքները։ Վերջին օրինակը Միշուստինի հետ հանդիպում։ Ասում եմ, չի ճանաչում։ Այո, եւ Միշուստինի հետ հանդիպումն էլ դա ոչ այդ դասավորության մեջ ոչինչ չփոխեց։ Հիմա ես չգիտեմ, վարչապետն էլ իր ճեպազրույցում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասում է ինչ-որ պայմանավորվածությունների մասին, ես չգիտեմ ինչ պայմանավորվածություն է, բայց այդ պայմանավորվածություններն էլ ըստ էության տրամաբանությունը չեն փոխելու։ Ռուսաստանը ամենախորքային մակարդակով չի հանդուրժելու ժողովրդավարական Հայաստանը, չի հանդուրժելու ինքնիշխան Հայաստանը, չի հանդուրժելու պետություն Հայաստանը որպես այդպիսին։ Նրանք համարում են Հայաստանը ժամանակավորապես կորցրած տարածք։ Հունիսի 7-ը լավ առիթ էր այդ կորուստը հետ բերելու համար։ Նրանք պարտվեցին եւ այո, ճիշտ եք, նրանք չեն հաշտվելու այդ մտքի հետ եւ փնտրելու են այլ նոր առիթ կամ հնարավորություն այդ ժամանակավոր կորուստը հետ բերելու համար։ Այնինչ կարելի է հասնել, դա ինչ որ ժամանակավոր պայմանական զինադադարն է, քաղաքական տնտեսական, որը ել եմ ասում, այդ տրամաբանության մեջ մեծ հաշվով ռազմավարական իմաստով փոփոխություն չի մտցնում։ Այդ դրա համար է, որ Հայաստանը պետք է Ռուսաստանի հետ իր հարաբերությունները հասցնի անվտանգ ծավալի եւ անվտանգ մակարդակի, ասենք ոնց են Ռուսաստանի եւ Էստոնիայի հարաբերությունները։ Այդքանը շատ է քիչ։ Մանավանդ այնտեղ հարաբերություններն անհրաժեշտ են, որովհետեւ հարևան են այնուամենայնիվ։ Մենք հարևան էլ չենք։ Կորեկտ գնացեք։ Եվ երկրորդը ինչ պետք է արվի Հայաստանում ձևավորված, այսպես պարարտացված, ոռոգված, ոգեշնչված ռուսական կուսակցությունը պետք է հիմնահատակ ջախջախվի, կազմալուծվի, կազմաքանդվի, պարագլուխները պետք է ոչնչացվեն քաղաքականապես, մեկուսացվեն հասարակությունից, վռնդվեն քաղաքականությունից եւ գործի ազգային անվտանգության ամրապնդմանն ուղղված քայլերի մասին մի օրենսդրություն, որը պետք է ծառայի որպես զենք ժողովրդավարության ձեռքին ինքն իրեն պաշտպանելու համար։ Նրանք մանդատն են կոչում զենք ուղղված պետության դեմ ըստ էության։ Հիմա հարց, որովհետև անվտանգությունն էլ չի ապահովում մանդատը, էդ էլ հասկացանք։ Այո, բայց եթե զենք, դուք կստանաք զենք։ Կստանաք զենք ու այդ զենքով էլ կստանաք ձեր գլխին։ Բոլորդ առանց բացառության մենք չենք հանդուրժելու դա ուղղակի, որովհետև Հայաստանը որպեսզի լինի պետություն, դուք պետք է լինեք բանտում։ Ահա այսպիսին է այն երկընտրանքը, որի առաջ կանգնած ենք մենք եւ կանգնած եք դուք։ Իսկ պետության դեմ դուք
անզոր եք եւ ժամանակն է հաշտվել այդ մտքի հետ, խելքի գալ, այդ հնարավորությունը պետությունը տալիս է, տվել է, չեք օգտվել, գուցե էլի կտա, ես չգիտեմ, կամ չի տա, բայց այդ ամենը պահանջում է անկեղծություն, որովհետև այդ խաբեությունն էլ չի հանդուրժվելու եւ այլն։ Տակից եւ այո, պետությունը նաեւ պետք է մաքրի դատական համակարգը այդ ռուսական կուսակցության դրածոներից, ագենտներից, իրենց այդ գործակիցներից եւ դա է ճանապարհը, որ Հայաստանը այս ընտրությունները իր պատմությունում ունենա որպես վերջին ընտրություններ, որտեղ ընտրակաշառքը, արտաքին ազդեցությունը, ընտրողների կամքի վրա ապօրինի այլ ազդեցությունները եղել են գործում։ 21 թվականին մենք տեսանք ինչ պատկեր էր ու Հայաստանն ինչ երկընտրանքի առաջ էր կանգնած այս անցած 5 տարին օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով պատշաճ կերպով չօգտագործվեց այս ժամանակահատվածը, որպեսզի 26-ի ընտրությունները դառնային վերջինը այդ իմաստով։ Մենք փաստորեն ունեցանք, մենք խոսել ենք այդ մասին, որ ընտրության էությունը ձևախեղվեց, մարդկանց դրեցին այն ընտրության առաջ, որ կամ ընտրելու ես Փաշինյանին, եթե չես ուզում Փաշինյանին, կընտրես Պուտինին։ Մարդիկ գնացին ընտրեցին Փաշինյանին, մեծ մասը, բայց այսօր այն պարլամենտում, որը կհավաքվի օգոստոսի սկզբին, Պուտինն ունի 2 ֆրակցիա։ Իսկ դա անհանդուրժելի է։ Դա պետք է ջախ-ջախվի, այո։ Կրկնում եմ, հիմնահատակ։ Քաղաքականապես, գաղափարապես ոչնչացնելով, նաև օգտագործելով այն գործիքակազմը, որը ունի իրավապահ համակարգը եւ դատա իրավական համակարգը, ամբողջությամբ այն էլ ինչ օրենսդրական մասով չի բավարարում, հենց կառավարող մեծամասնությունը պետք է օժտի համապատասխան օրենսդրական գործիքներով եւ զենքով, այո, որպեսզի ժողովրդավարությունը ի վիճակի լինի ինքն իրեն պաշտպանելու։ Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն հայտարարության վրա, որով հանդես եկավ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, երբ ասաց ի պատասխան նրա, բա այդ ինչպես ստացվեց, որ Մոլդովայում կենտրոնական ընտրական հանձնաժողովն էր հենց հարցը լուծեց կուսակցություններին դուրս թողելու ընտրապայքարից, ասաց, որ մեր եւ Մոլդովայի օրենսդրությունները ուշադրություն արմատապես տարբեր են, ներողություն։ Սա անհանդուրժելի է։ Իհարկե, որ արմատապես ոչ թե տարբերվեն, այլ արմատապես տարբերվեն։ Այո, մեր ինստիտուտները պետք է օրենսդրությամբ օժտված լինեն համապատասխան զինանոցով, եթե կուզեք։ Այո, ժողովրդավարությունը պետք է լինի բռունցքներով, պետք է լինի ընդունակ պաշտպանելու ինքն իրեն։ Ժողովրդավարություն չի նշանակում անշուն գեղ, որտեղ ամեն դուրս պրծուկ պետք է առանց փետի ման գա։ Ու ինչ ուզի, ոնց ուզի անի։ Ձեռ առնելով բոլորիս, ձեռ առնելով ժողովրդավարությանը։ Չի լինել դա։ Եվս մի կարևոր հանգամանք։ Մենք տեսանք, թե ինչի է ընդունակ մեր ճակերտավոր ռազմավարական դաշնակիցը եւ մենք գիտենք, որ ունի բազմաթիվ գործիքներ, որոնք այո դեռևս շարունակում են գործել Հայաստանում։ Խոսքը ոչ միայն կուսակցությունների մասին է, տարատեսակ Россотрудничествաներ, Լազարևյան ակումբներ, ռուսաց լեզվի չգիտեմ ինչեր, այսպես կոչված լրատվամիջոցներ։ Նայեք լրատվական դաշտը։ Ինչու ոչ։ Նայեք լրատվական դաշտը ձեր ճակերտավոր գոլեգաներին։ Այո, մոտավորապես 70%-ը սպասարկում է ռուսական շահերը։ Նայեք ինչ հարցեր էին տալիս երեք
օրերս Իրանի դեսպանին։ Այո։ Դրանք գործակալների հարցեր էին։ Գործակալներ, ռուսական գործակալներ, ովքեր ուզում էին օգտագործել Իրանի մտավախությունները իրենց շահերը սպասարկելու համար եւ Իրանին բերել մեզ վրա։ Այլապես հարցի տրամաբանությունը տրիպին ոնց եք վերաբերում։ Հա, կամ ատոմակայանը ռուսական պետք է լինի տարածաշրջանային, թե չհասկացա, ուրեմն Իրանը այդտեղ կարծիք պետք է ունենա, թե մենք ինչ ատոմակայան պետք է ունենանք, թե միայն մենք պետք է կարծիք ունենանք։ Սա նշանակում է մենք գործ ունենք բացարձակ ստահակների հետ։ Եվ այո, երբ մենք խոսում ենք ռուսական կուսակցության որպես այդպիսին ջախջախման մասին, այլև այո, նրանք պետք է լիկվիդացվեն նաև իրենց ռոպագանդայի միջոցները։ Այո։ Չի կարող Հայաստանում գործել լրատվամիջոց, որը սպասարկում է Ռուսաստանի շահերը սեփական պետության շահերի հաշվին, ընդդեմ սեփական պետության, չի կարող լինել նման։ Աշխատելով այս պետության օրենսդրության ներքո։ Երբ խոսում են ժողովրդավարությունից, ազատ աշխարհը որևէ երկրի չի կշտամբել մինչև հիմա, երբ փակվել են ռուսական ռոպագանդայի քողարկված միջոցները։ Բացահայտներից էլ չեմ խոսում։ Ինչ Սպուտնիկ, ինչ գործ ունի Սպուտնիկը ստեղ, ինչ գործ ունեն ռուսական ալիքները իմ եւ ձեր հարկերի հաշվին, որ հեռարձակվում են Հայաստանում, որպես ինչ։ Էլ չեմ խոսում այսպես կոչված բիզնեսի մասին ռուսական, որը Հայաստանում նյութատեխնիկական բազան է թե կոռուպցիայի համար, թե ռուսական կուսակցության սնուցման համար։ Նաև միջավայր է, որտեղ Հայաստանի դեմ ռոպագանդա է տարվում։ Էլ չեմ խոսում, որ նրանք օգտագործվում են որպես միտինգի մատերիալ, երբ ռուսական շահերն ինչ-որ ձևով այսպես ասենք վտանգվում են իրենց տեսակետից։ Բացի դրանից, մենք տեսանք, որ դուք Միշուստինի հանդիպում, ինչ էր խոսում այդ Միշուստինը։ Ռուսական բիզնեսը պետք է կոմֆորտային պայմաններում լինի հայ։ Այդ ո՞ր բիզնես։ Ներողություն, ո՞ր բիզնես, այն որ մեր հանքերն է այլանդակ ձևով, փնթի ձևով շահագործում եւ վերածում աղբանոցի, թունավոր աղբանոցի ամեն ինչ։ Մեզ պետք չի նման, ու հետո էլ 20%-ն էլ կառավարությանը այսպես ընծայում է, որ ձենները կտրեն, հա։ Մեզ դա ձեռնտու չի։ Եվ մենք ունենք Միացյալ Նահանգների հետ համապատասխան արդեն հուշագիր, այստեղ այս հանքահումքային ոլորտը պետք է զարգանա միջազգային ստանդարտներին համապատասխան, այլ ոչ թե 50-ական։ Մենք տեսնում ենք, թե Լիդիանը ոնց է հիմա աշխատում։ Օրինակը։ Այո։ Ես էլ չեմ խոսում այն մասին, որ մենակ վրայից սերերը հավաքում են, իսկ մնացածը լցնում են պոչամբարները, որը թույն է տեղում։ Եվ ռումբա, որի վրա նստած են։ Մեծ նման սեփականատեր։ Սյունիքի նման հրաշք։ Էլ չեմ խոսում միջազգային ստանդարտներին չհամապատասխանող հաշվապահության մասին։ Հա, էլ չեմ խոսում նրանց մասին, ովքեր ուղղակի միջազգային պատժամիջոցների ներքո են։ Որ բիզնեսը RЖD ներողություն։ Տեսնում ենք էլ։ Որ բիզնեսը Ռոսատոմը դա ընկերություն չի, այլ կազմակերպված քրեական խմբավորում, ծածկված, այսպես բիզնես կազմակերպության ծխածածկույթով։ Կամ նույն Գազպրոմ։ Եվ Հայաստանը այս երկու այսպես լակմուսի թեստ ունի անցնելու, հա, որպեսզի մեր եվրոինտեգրումը, մեր Եվրատլանտյան համակարգի մաս դառնալու այս process-ը դառնա անշրջելի։ Առաջինը դա իհարկե երկաթգծի հարցն է, որը շատ արագ պետք է լուծվի։
շատ արագ։ Եվ երկրորդը դա մեր ատոմային պրոյեկտն է։ Ռուսաստանը ընդհանրապես պետք է գործ չունենա դրա հետ։ Ես էլ չեմ ասում, այս ընթացիկ գործերը այս գործող ատոմակայանի հետ, այո, Հայաստանը կրկնում եմ, այո, պետք է խզի Ռոսատոմի հետ իր հարաբերությունները եւ պայմանագիր ունենա Westinghouse Electric-ի հետ, որը ամբողջությամբ ամբողջական ցիկլը յուրացրել է եւ այսօր աշխատում է բազմաթիվ երկրների հետ եւ այդ երկրներին դրանով իսկ զերծ պահելով ռուսական շանտաժից։ Այո, մենք պետք է գնանք այդ ուղղությամբ։ Սա հրամայական է ուղղակի։ Երեմ ասում ռուսական ներկայությունը աննորմալ է Հայաստանի ներքո։ Ես էլ չեմ էլ քննարկում էլ ՀԱՊԿ, ԱՊՀ, չգիտեմ, ԵԱՏՄ եւ այլն։ Մենք իհարկե Հայաստանի վարչապետը հարց է բարձրացնում, թե մենք դեռ պետք է հարցնենք իրենք ողջ են թե մեռած։ Էլ հարցնելու կարիք չկա։ Որովհետեւ այլ կերպ կան դիակի կողքին կանգնած հարցը անիմաստ է։ Այո, բայց ո՞նց ենք հասկանում, որ դիակ է։ Երբ մենք մի կազմակերպություն, որի շրջանակներում վագոններով փաստաթղթեր ենք ստորագրել, ռեգլամենտներ, պայմանագրեր, չգիտեմ, կանոնադրություններ, հա, դա ինչ-որ մարմիններ են ստեղծվել, արբիտրաժներ, չգիտեմ, եւ այլ, բայց մի պսիխոպատ առավոտ վեր է կենում թարս ոտքից եւ ասում է դու դուրս չես գալիս։ Այդ հավաքվեք, փակեք ճանապարհը։ Ամեն ինչը։ Հա։ Ամեն ինչը։ Այսօր Հայաստանի արտահանման վրա դրված է բեռնարկելք, դրանով չբավարարվելով դրված է նաեւ արգելք տարանցման վրա։ Եվ բացի դրանից էլ, պարոն Մակրտչյան, լավ ընդունենք մեկ էլ, չգիտեմ, այդ Միշուստիննա կամ կարևոր չի ազգանունը։ Մեկ էլ որոշումն ասում են լավ, անցած լինի։ Եկեք առաջվա պես, հա, business as usual, ինչ անում ենք շարունակենք անել։ Լավ, ո՞նց եք պատկերացնում։ Ասենք հայկական բեռները մտնում են Ռուսաստանի տարածք, որտեղ հայտնի չի, վրան անօթաչու կկպնի թե ոչ։ Կամ անօթաչուները թռչում են չեն կարողանալ գուշակեն այն հակաօթային պաշտպանությունից, որ մնացել է կրակում է նրանց ուղղությամբ եւ ասենք մնացորդներն ընկնում են ում վրա հարցը բենզին չկա, դիզվառելիք չկա մենք չենք խոսում դրա մասին, բայց բենզին չլինելը այդքան էլ անշարժան չի, որ դե լավ չկա, հիմա մեքենայով չեմ երթևեկի, հա տրոլեյբուս կնստեմ, հա այդ մասով, բայց մենակ դա չի, Ռուսաստանի այդ անծայրածիր գյուղատնտեսական այդ նշանակության հողերը աշխատանքի կարիք ունեն, այդ աշխատանքն առանց վառելիքի հնարավոր չի եւ ուրեմն բաց աղբյուրներից հայտնի է, որ այս սեզոնին պահանջվող աշխատանքների միայն 1/3-ն է արված, պարոն Մկրտչյան։ Այո։ Իսկ դա ինչով է հղի սով որ կարող է գալ եւ կգա, եթե այս ամենը այսպես շարունակի, չշարունակելու կամ մի ձև, երբ Պուտինը դադարեցնում է պատերազմը։ Իսկ Պուտինը եթե դադարեցնում է պատերազմը, Պուտինը վերանում է առնվազն քաղաքականապես։ Այս պատերազմում Պուտինը վերածվել է մի հեծանվորդի, երբ պետք է մշտապես պեդալները պտտի, որպեսզի պահպանի հավասարակշռությունը։ Նա հենց կանգ առավ, կընկնի կամ ձախ կամ աջ։ Ինքն է իրեն դրել այդպիսի թակարդի մեջ, հա, այսպես ասենք։
Իսկ նա անverջ չի կարող պատտել։ Ամենայն դեպս մենք տեսանք Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի գլխավոր արդյունքը։ Այն որ Թրամփն այլևս խնդիր չի տեսնում Ուկրաինայի կողմից այս էսկալացիայի մեջ ավելին դրական է տեսնում, որ դա ավելի շուտ կբերի Ռուսաստանին։ Եվ տալիս է տեխնոլոգիաներ Ուկրաինային։ Ընդ որում աննախադեպ տեխնոլոգիա, այնինչ տալիս է ՆԱՏՕ-ի անդամ իր այլ դաշնակիցներին ու ելի ոչ բոլորին։ Դա Patriot տիպի համակարգի այդ հրթիռների արտադրության լիցենզիաներն են։ Եվ նաև պատրաստի հրթիռներ, որովհետև այս Կիևի ուղղությամբ վերջին երկու բարբարոս հարձակումները, այդ բարբարոսական հարձակումները, որոնք ուղղված էին բացառապես բնակելի թաղամասերի ուղղությամբ, արձանագրեցին, որ բալիստիկ հրթիռներով հարվածները ըստ էության բոլորը բաց են թողնվել, որովհետև Patriot-ները կան, հրթիռները նրանց համար չկան։ Երկրորդը ինչն է, դա այդ անօթաչուները ռուսները սկսել են օգտագործել ռեակտիվ անօթաչուներ, որը նոր խոսք է պատերազմում եւ ավանդական ձևերով այն առաջվա մախոցային շարժիչով անօթաչուներին որսալու եղանակներով այլևս որսալու չեն։ Ուկրաինային անհրաժեշտ են լրացուցիչ կարողություններ իրեն պաշտպանելու համար եւ այդ որոշումն ընդունված է։ Նույնիսկ Էրդողանն է անցել այդ ուղղությամբ մի քիչ ինչ-որ տեղ թողնելով ռուսների հետ խոսելու եւ խոսակցությունը շարունակելու համար։ Դա էլ ընկալվում է այլ դաշնակիցների կողմից ՆԱՏՕ-ի։ Հիմա այս պայմաններում Հայաստանը պետք է իր գլխի ճարը տեսնի նախ եւ առաջ այս վթարային ռեժիմով քայլերը, որ արվում են մեր արտահանումը վերակողմնորոշելու համար եւ նոր լոգիստիկ ուղիներ բացելու ուղղությամբ եւ դրանք այսպես պիլոտային պրոյեկտներից արդեն են հիմնական պրոյեկտների անցնելու համար արտահանման նոր շուկաներ բացելու ուզում եմ ձեր ուշադրությունը մի բանի վրա հրավիրել տեսեք օրինակ Մոլդովան նույն փաստի առաջ էր կանգնած բայց Մոլդովայի աշխարհագրությունն այնպիսին է որ նա այլտեղ կան Եվրոպա չունի գնալու ինչտեղ մեզ համար արաբական աշխարհ ունենք, հարևան Իրան ունենք եւ Իրանի միջոցով այլ չնայած այնտեղ էլ իր դժվարությունն բայց մենք մեր աշխարհագրական դիրքը այդ իմաստով շատ ավելի նպաստավոր է իհարկե սա առաջնահերթությունը որ արևմուտքն է դա որևէ ձևով չի փոխում իրողությունը, որովհետև դա ըստ էության արձանագրումն է մեր անցած պատմության եւ մեր ունեցած մշակույթի, դրա ուղղակի իրավաբանական ամրագրման մասին է խոսքը, երբ մենք խոսում ենք մեր եվրոինտեգրման մասին, հա։ Այստեղ ես որևէ բան վիճարկելի չեմ համարում, բայց տնտեսությունը այստեղ հնարավորությունները չեն սահմանափակվում միայն արևմուտքով եւ Հայաստանն էլ ունի փոքր տնտեսություն եւ սրանով իսկ մեծ հնարավորություն է ստանալու ծավալներ մեծացնելու ռեինդուստրիալիզացիայի հասնելու այդ թվում նաեւ ինդուստրիալ հիմքերի վրա դնելու իր գյուղատնտեսությունը, տնամերձի տրամաբանությամբ այս ինչ որ բան աճեցնելը, այդ չարքաշքարից հաց քամելը, կարկուտի ենթակա, հա, այդ դրա վերջ, սա նաև խթան է այդ մեր հողատարածքների խոշորացման համար։ Մեր գյուղատնտեսական նշանակության այդ հողային ֆոնդի չմշակվող կեսը, որը խայտարակություն է, աստվածամերժ բան, հա, փոքր տարածք չունեցող երկրի համար
դա եւս դրվի շրջանառության մեջ եւ մշակվի եւ բարիք տա թե մեզ թե աշխարհին ջուրը կուտակելը, որ Աստված տվել է ու մենք այո եւ մենք սնուցում ենք Կասպից ծովը ու հետո տառապում ջրի բացակայությունից կամ մեկնից հետեւաբար անելիքները շատ են, սա լրջագույն խթան է այդ ամենն անելու համար, աշխատանք է սպասվում եւ իհարկե այդ ամենը իմաստ ունի խոսել, երբ մենք անշեղորեն շարունակում ենք մեր խաղաղության գործընթացը Ադրբեջանի հետ, նորմալացման գործընթացը Թուրքիայի հետ, ապա շրջափակումը, տարածաշրջանային ինտեգրացիան բոլոր հնարավորությունները կան, բայց ել եմ ասում Հայաստանը այս ամենը իրականություն դարձնելու համար պետք է ձեռք բերի դիմակայունություն եւ կարողություններ, իսկ դա արվում է միայն արդեն ասել եմ կրկնեմ ուղղակի ձեր եթերում, այնպես ինչպես ասել է Ֆիրդուսին, հա, շահին մորթում են կամ շահն է մորթում։ Հիմա շահին մորթողները մի քիչ շատացել էին, ուրեմն շահը պետք է մորթի, որ իրեն չմորթեն, հաստատ չեն խնայելու, իլյուզիա չունենաք, մորթելու եւ մորթվելու միջև բալանսավորում էլ չի ստացվում, կամ մեկն է, կամ մյուսն է։ Շնորհակալություն պարոն Մերաբյան, հաճույքով կշարունակեի, բայց եթերաժամը սպառվեց, ուղղակի որպես վերջաբան նաև ուղերձ մեր ժողովրդին շատ լավ մեսիջ ուղարկեց մեր շատ սիրելի Մարտակոսը, հա? Այո։ Երբ որ հայկական ծիրանը կողովով գնաց Բրյուսել եւ դարձավ ջեն։ Գիտեք ինչ, այստեղ մեծ սիմվոլիզմ կա։ Այո։ Հայաստանում շատ բան է աճում։ Բայց այն ամեն ինչից ինչն աճում է Հայաստանում, միայն ծիրանն է, որի գույնը մեր դրոշի վրա է։ Հա։ Եվ Եվրոպայի կողմից, Եվրոպայի բարձր ներկայացուցիչ կողմից նման վերաբերմունքը մեր բարիքի, մեր սիմվոլի նկատմամբ, սա նաև ուղերձ է, որ պետք է լինել օպտիմիստ, հա, պետք է աշխատել, պետք է այդ բերք ու բարիքը շատացնել, բառիս ամենալայն իմաստով, բերք ու բարիքը։ Եվ այո, վերահաստատել մի պարզ պատմական ճշմարտություն, որ Հայաստանը Եվրոպայի կարևորագույն մասն է եւ Եվրոպան թերի է առանց Հայաստանի։ Եվ եթե հայ ես, ուրեմն եվրոպացի ես։ Հայաստան դա նշանակում է Եվրոպա։ Այս ամենը ուղղակի պետք է վերահաստատել աշխատանքով, հետևողականությամբ եւ թշնամիներին էլ չխնայելով։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Եվ վերջում հիշեցնեմ, որ տաղավարում իմ հյուրներ հանուն հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը։ Ամեն բարիք ձեզ։